Սոր, տեսնես գնացին տուն, տեսնես տնեցիները գիտեն ոնց են դիմավորել, կողմ հա դովային զանգեն։ Նարաջան կլինի քեզ մի քիչ զուս պայես, որ պետք ունի դավոն կզանգի, կամ հենց Լեան կզանգի քեզ։ Հա բայց Լիայի լրությունը մի տեսակ տարօրինակ չի։ Նարը մարդը հարս է գնացել է, պարապ չի, որ զանգի տենց 3-3 արագ-արագ հավաքվեք։ Սար մեկը հավաքվելու ենք, մեկը Լեայի ամուսնությունը մեզ չի խանգարելու ու մենք չենք հեռվանալու։ Համել շուտով ես էլ եմ այդ տուն հարս գնալու։ Ինչ հավես է, չէ։ Ախարա։ Սարիկ, որ տենց ջղային հայացք չընդունես, դու էլ մի հատ ընկերուհի կունենաս, գիտես։ Ու առհասարակ ինչի Հելենի հետ չես շփվում, շատ լավն է իմ ընկերուհին։ Կլինի մատ բարի գործ անես, ոչ ես եմ տունը մնացել, ոչ էլ Հելենը։ Արի կլինի մեզ ազատ թող, հա։ Հա, եղավ։ Ռաֆը բռնցքամարտիկ էր։ Մի օր որոշեց իմ դեմ դուրս գա ու այդ իր համար եղավ ճակատագրական։ Պատկերացնում եմ ինչ ճիշտ մարդ է եղել։ Երևի ճիշտ Լեոյի նման, չէ։ Քեզ չի ենթարկում։ Քուշակում եմ, չէ։ Ես դեռ կուլ եմ տալիս։ Դեռ մի բան էլ դու ես ինձ կուլ տալիս։ Չէ, զգում էի, որ մի բան կա։ Ես այդքան հարցնում եմ, դու ոչ մի բան չէիր ասում, պապ։ Դու թողում էիր, որ ես ավելի ու ավելի սիրահարվեմ Լեոյին։ Ձայնդ իջացրա։ Բա Գրիշը։ Դու ոնց ես թողել Գրիշի ամուսնությունը քո զոհի աղջկա հետ, պապ։ Թե մանան ինչ ես անում։ Չնայած զարմանալի է իրանք քեզ պիտի ատեն, դու ես իրանց հորից զրկել։ Ասեցի ամեն վարքյան կարան դուրս գան։ Ձայնդ։ Ինչի։ Դու վախենում ես։ Թող դուրս գան։ Նորից եմ հարցնում։ Ոնց ես թողել Գրիշի ամուսնությունը, պապ։ Գրիշը իմացել է ամեն ինչի մասին ու այդ իրան չի խանգարել։ Ովքեր եք դուք։ Ես ում հետ եմ ես ապրում։ Բավո։ Չէ մելակ չասես, որ ավոն իմացել է ու… Ես ատում եմ քեզ։ Ինչքան սիրել եմ դրա հազարապատիկը ատում եմ քեզ։ Ես հայր չունեմ։ Դες բժի տեղ են դրել, չեմ հասկանում հերու աղջիկ։ 5 րոպեն դառավ 5 ժամ։ Սպասի գալիս եմ։ Կռիվ չանեք իսեր ասա։ Ուր ալ է։ Նորից եմ կրկնում, ուր ալ է ան։ Ինչ ես արել։ Ինչ ամոթ է Աստված իմ, խայտարակություն։ Ես ոնց եմ մինչև այսօր Լեոյի կողքին եղել։ Տեսել իրա կարոտը,
լսել կիսատ կյանքի աղավաղված մանկության պատմությունը։ Առանց վարանելու, առանց ափսոսալու կբացահայտեի արածդ։ Բայց ծայրաստիճանն ամոթն ինձ հետ է պահում քեզ պատասխանատվության ենթարկելու պարտականությունից։ Ուրա Լեան, հունան։ Լեո, հանգստացի։ Թող։ Այս ինչ ագրեսիա է տղա ջան։ Լեո, էսի շառա։ Թքած ունեմ դավո։ Լեա։ Լեա։ Ինչ ես արել այդ ականք։ Լեան չկա, պապի։ Ես ինչ-որ ձևով փախցրել է Լեային։ Բայց շատ վատ մարդուս է կրտում ունեն։ Մենք ոնց քեզ հավատացինք էլի, այդ չեմ հասկանում։ Ու ձեր կարծիքով ես ինչ եմ արել։ Այդ մենակ դու գիտես ունան։ Կամ տեղն ես ասում, կամ քեզ տեղ հենց իմ թաղում էր։ Հանգստացի, էսի շառա, ու սրա ուզածը հենց էդ է։ Դու եկար իմ տուն, իմ սեղանի շուրջ նստեցիր ու տաքանքություն արեցիր, թիկունքից հարվածեցիր։ Դու օգտվեցիր մեր մարդկայնությունից, բայց քո մեջ մարդկային բան չկա։ Բայց ես ավել ոչ մի բան չեմ արել։ Ես ընդհանրապես խոսել եմ իմ աղջիկի հետ։ Քո աղջիկը տունը ասեց, որ էսի իր կյանքի ամենակարևոր որոշումն էր։ Աղբորոց հետ լինելը, էս տունը լինելը։ Էդ ինչ արեցիր, որ գնաց։ Դու ինչ-որ մեկը պետք էր, չէ՞ որ իմ աղջիկը աչքերը բացի։ Ես էլ այդ արեցի։ Լավ մնացեք։ Աղջիկը թե հետա գալու հունան։ Ինքը այստեղ արստը լինելու թողեք լը։ Թողեք։ Հունան այստեղ։ Հանգիստ։ Հորա։ Հենց հիմա ինձ չեմ ներում, որ այստեղ եմ։ Նենց կուզենա ինքան համարձակություն ունենալ, որ իմ ձեռքերով քեզ սպանեի։ Բա ասում էիր դու ինձ կյանք տվողն ես։ Բայց ինչ անջատվածն ես դու։ Հələ նայ 1, 2 թղթեր կա, որ կարած ձեռները չորացնես, բայց ես պարագայում արդեն դեմքդ։ Ովելու մասի, երևի դու շուտ պիտի հայտնվեիր իմ տան ու իմ կյանքում, որ ավելի շուտ իմանայի ռեստորանների տեղը։ Հավաքի քեզ, թե չեմ մարութդ կմցնեմ ես հայլիների մեջ։ Այստեղ քեզնից վախեցող չկա։ Այն հիմար էռնան էլ չկա։ Հիմար էռնա, դու ենքանով ես հիմար, որ ես արդեն վաղուց քեզ ֆիքսել եմ, քո ստեղանքով ֆրֆռալը բան, ես աղ տեսել եմ ցավդ տանեմ, հիմար չլնեիր, հլ իմ համար չէիր մեռլի։ Ես զզվում եմ քեզնից։ Զզվող մարդը հետևիցս չի վազի, փիսիկս մռռ։ Ուզում եմ, որ դու մեռնես, Ավո։ Մահս ես ուզում։ Սպանի։ Շաբաթներ առաջ աղբերդ նույն բանը արեց, բայց չեղավ, չստացվեց, Ավոն են աշխարից հետ եկավ, որովհետև Ավոն շատ կյանք ունի, Աստված Ավոյից շատ է սիրում, Ավոդ մեռնող պատողը չի, բայց այ հիմա քո աղբորդ հետն է։
դու ավո։ Մեռնես դու ավո։ Հա դու ինչ մեղք ունես, որ սենց պատկեր ես ծնվել, հա, որ համայքիդ չեն դիմանում։ Աղբելս։ Չի կարա սենց բան լինի, ես աբսուրդ է։ Դե հիմա եղել է արդեն, Լեո։ Դու ավելավա զանգի Լեային։ Ճիշտ որ ինչ է խառնվել իրար։ Զանգի տես որտեղ է։ Չի պատասխան։ Չնայած նենց անհետացավ, որ պետք էլ չէր սպասել, որ կպատասխանի զանգիս։ Լավ, դա ինչ ասեց այդ աղջկան, որ այդպես վարվեց, հա։ Այդ հարցի պատասխանը մենակ Լեան կարա։ Ու կտա դավը։ Դուր այդ տղա։ Կարող ամի փորձանք ել դու գաս։ Չէ, պապի հանգիստ, ես հետ եմ։ Դու ոչ միտեղ չես գալիս, ես մենակ եմ գնում դավո։ Լեո գժվար, ո՞նց քեզ մենակ թողնեմ։ Դավո ջան, խնդրում եմ, գոնե դուք ինձ մի քայքայեք։ Ինձ հաստատ ոչ մի բան չի լինի։ Ինչ որ պետքա լիներ արդեն եղավ։ Իրա, ես հետ եկար, բայց չէի որոշել, որ պիտի մնաս, երևի պապատ չէ, եկավ ուժով տուն բերեց, ձերդ կտրի, դու ով ես, որ վրես գորաս, իսկ դու ով ես, որ ես քանից հետո եկել մտել ես ես տուն, են դեպքում երբ, Լեա, վայ քեզ ինչ եղավ, Լեա, Գրիշ, ինչ ես ձենդ գցել գլուխդ, Լեա, ինչ ես արել աղջկաս, Լեա, ինքը տուն մտավ մի անգամից հարցակվեց վրես, հետո փրվեց գետնի, Գրիշին կանչի, Գրիշ, Լեա, Գալիս է դե ինչ եք ճղճղում է, ինչ է եղել, խորը Լեա, Ճոքնի հլը, Լեա, վեր կաց, գնա ջուր վեր, Լեա, ուշկարի, Ես հասել էի մի կետի, որտեղից ճանապարհը մեկն էր։ Եվ ես պիտի գնայի այդ քարքարոտ ճանապարհով։ Հետադարձը իմ համար չէր։ Կներես աղջիկս, բայց սենց ավելի արդար ստացվեց։ Լեա, ոնց ես, Խոսա եք ուր։ ձերդ կտրի, Գրիշոմանանին վերցրու գնացեք ձեր սենյակ արագ։ Չէ ինչի, ես կմնամ, որովհետև Լեան ինձ ինչ-որ բան էր պատրաստվում ասեր։ Ուր կարող է Լեոնս տուն այք է պապան կրվել եք։ Հունանը քեզ բռնի ուժով է բերել։ Դե խոսա, Պապան ուր է Լեա։ Ոտում եմ իրանել, ձեզել։ Ալո, Աղջիկը տանն է, եկել է։ մի հատ կբացատրես ինչա կատարվում։ Ամբողջ ճշմարտությունը գիտի։
Ալո, Լեան տանն է։ հա, Մոտն ես հիմա։ հա։ Բարձրախոսը միացրու։ Լեա։ Ես այն մարդը չեմ, այդ դու կարաս խաղաս։ Թռնես առանց բացատրություններ տալու։ Հենց հիմա կամ դուրս ես գալի բացատրություն ես տալի։ Կամ էլ ես մտնում եմ ձեր տուն։ Ու բոլորիդ համար շատ վատ է լինում։ Դուստել է։ Ինչ ես զիբիլը վեկալ է վաժնիկային է։ Ասում էի, չէ՞ որ պետք չէր աղբորս կյանքը վտանգել։ Ես կգնամ աղբորդ մոտ կտենաս ինչն է, իրոք վտանգավոր իր համար։ Դու դուրս չես գա։ Ու Լեոին չես մոտենա։ Լավ, ինչ ես խոսում Լեա։ Գրիշո։ Արա նենց ոնց Լեան ասում։ Ես գիտեմ, որ հերոդ քեզ վախացրել է, բայց մենք բան էինք պայմանավորվել Լեա։ Առանց վախերի, որ աշխարհն էլ քանդվի, մեզ ոչ մեկ չի կարա խանգարի։ Ճիշտ չեմ, թե սխալ եմ հասկացել։ Ինչ ես սենց սառած կանգնել, ասա հասկանամ ինչ ա եղել։ Հորդ հետ 5 րոպեով դուրս եկար խոսալու, բայց հայտնվեցիր ստեղ։ Առանց ինձ ու իմ ընտանիքը հարգելու։ Այն ընտանիքը, որ քեզ բարեմաղթանքներ էր ասում։ Այն ընտանիքը, որ սիրտն էր բացել քո առաջ։ Ու դու արդեն ընդունել էիր հարսի կերպարը մեր տանը, Լեա։ Աստված ջան, ազատի ինձ այս ամոթից խնդրում եմ։ Չեմ կարողանում անգամ աչքերի մեջ նայել։ Լեա, խոսա։ Էսա սիրտս կպայթի, ասա հասկանամ ինչ ես հետ եկել ստեղ։ Չէ որ քո տեղը իմ կողքին է, իմ տանը։ Արի, հա, գնացինք, ճանապարհին ամեն ինչ կբացատրես։ Լեա, ես էլ ինձ դաս լինի, որ հորդ հետ քեզ մենակ էլ երբեք չթողնեմ։ Ես չեմ գալիս, Լեո։ Կներես զգացմունքներիդ հետ խաղալու, քեզ հույս տալու համար։ Գժի տեղ ես ինձ դրել։ Ավելի շուտ դու ես գժվել։ Ինչ ես խոսում, Լեա։ Բառ առ բառ հիշացնեմ խոստումներդ, խոսքերդ, եկեղեցում տված երդումներդ, որը հիշացնեմ։ Սխալմունք էր։ Իմ ու քո սերը քո համար սխալմունք էր։ Ինչ ես հիմա դու խոսում։ Ես հասկացա, որ մենք միասին չենք կարող լինենք։ Էդ ոնց այդքանը հասկացար, Լեա։ Էդ ինչ ա հերդ քեզ ասել, որ մինչև այսօր չէր ասել։ Ինչ զենք օգտագործեց վերջին պահին իմ դեմ։ Պապան կապ չունի, Լեո։
Էդ իմ որոշումն է։ Քո որոշումն է։ Երդ կապ չունի։ Այս ինչ հեքիաթ ես պատմում, Լեա։ Քեզ ես նոր եմ ճանաչում։ Երևի ես էլ ինձ լավ չէի ճանաչում։ Եթե մտածում էի, որ քո հետ կարամ կյանք կապեմ։ Ինձ չես սիրում։ Սիրում եմ, բայց ոչ այնքան, որ քո հետ ընտանիք կազմեմ։ Լեա, ինչ ես խոսում։ Ինչ է հետդ կատարվում, մի հատ ասա հասկանամ ինչ է հետդ կատարվում։ Ոնց կարա մարդ մի քանի ժամվա մեջ տենց փոխվի, ոնց կարա ուրիշ մարդ դառնա։ Ես քո կողքին ուրիշ եմ եղել, Լեո։ Իրական Լեան հիմա քո դիմաց կանգնած է։ Գնա, Լեո։ Ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Ճիշտ ես։ Ճիշտ ես։ Ես ավելի լավ է գնամ։ Թե չէ համ քեզ համ էլ ինձ ստեղ կսպանեմ։ Ավելի լավ է հիմա ապրես։ Մեկը մեռած մարդն ատելություն չի զգում։ Լեա։ Ալկանք վերև։ Մի հատ հանգստացի ու ինձ նայի։ Մի խոսա ոչ մի բան։ Արի գնանք վերև, հանգիստ զրուցենք, ամեն ինչ պարզաբան ենք խնդրում։ Հանգիստ։ Դու գոնե հասկանում ես, որ ես Լեոից հենց նոր բաժանվեցի։ Բաժանվեցի նենց, որ ամբողջ կյանքում ինձ ատելու է, մամ։ Հիմա այս տագնապը մի կողմ դիր, հանգստացի, արի գնանք խոսենք, խնդրում եմ։ Լեոն։ Ինձ հիմա Լեոն հետաքրքիր չի, դու ես հետաքրքիր, դու ես կարևոր։
Քեզ չասի վերևը մնան, չես եկե։ Լսի, կաղա գիտես ես տան վտարվածն եմ։ Չիմանամ ինչա կատարվում։ Մենակ Լեան չի, խոսքը աղբորս մասին էլ է։ Վախտը գա կիմանաս, հիմա վախտը չի։ Չէ, հիմա պիտի իմանամ։ Ու առաջին բանը, որ ուզում եմ իմանամ, ինչի պապայդ ուղարկեցիր մերոնց տուն։ Նախելը բարերը չափա, որի ոչ մեկ իմ հորը չի կարող ուղարկի այդ մեկ, երկրորդն լավ արել եկել է, ինչ կա։ Ինչքան հեսա կերևա։ Դուք չեք հանդարտվում, լուրջ եմ ասում։ Դուք մինչև մեկի մահը, դժբախտությունը չտեսնեք, չեք հանգստանալու։ Առաջաստանում միշտ ներվայնացած եմ, պարտադիր ուզում ես տամ մի բան լնես։ Լեոյի ձայնը նենց էր դողում, ինձ թվաց խեղդվում է։ Աղբորը դեֆեկտներով կեթաս ուրիշ հետ կկիսվես։ Չնայած վերջերս ձեր տունն էր, լավ է հասցրած կլնես կիսվես։ Մի փոխի թեման։ Լեոնուր գնաց։ Հարցեր մի տվեք հիմա։ Ոնց հարց չտամ, պիտի իմանամ ինչա կատարվում։ Չէ, դու չպիտի իմանաս ինչա կատարվում։ Խոսքը աղբորս մասին էլ է։ Սպասելի, Լեա, միած սպասի էլի։ Գրիշո, թող բարձրանա վերև։ Համջան բանն է հետը խոսալու։ Չունես։ Ոչ ոք վերև չբարձրանա։ Այդ հավատանեմ համբեր էլի մի։ Ասեցի ոչ ոք վերև չի բարձրանում։ Բայց ամեն մարդ ունի չէ իր սխալ ուղղելու հնարավորություն։ Հա, իհարկե։ Ուրեմն թույլ տուր նորից ընտրեմ ու այս անգամ ճիշտ ընտրեմ։ Հիմա ես արել եմ ճիշտ ընտրությունը։ Չգիտեմ ոնց ասեմ, թե ինչքան շատ եմ քեզ սիրում։ Ու ուզում եմ ամուսնանանք, որ ավելի ու ավելի երջանկացնենք իրար։ Համաձայն ես։ Դու ինձ չես սիրում։ Սիրում եմ, բայց ոչ այնքան, որ քո հետ ընտանիք կազմեմ։ Դավո, մի զանգի աղբերս, մի զանգի։ Աղբերս մի հատ բացատրի հասկանանք ուր ես, ինչ է կատարվում։ Դավո ջան, ցավը տանեմ, խնդրում եմ աղբերս, մի զանգի, ոչ մեկը մի զանգեք։ Լեո տեղը տասա։ Ապե տուն եմ գալիս։ Ինչ ասեց։ Ասմա տուն եմ գալիս։ Լավ, ինչ կատարվեց, Դավո։ Թո ես շատ գիտեմ, պապի։ Արդեն ներվերից տեղս չեմ գտնում։ Լավ, վերջ։ Սպասիկա, հասկանանք ինչ է եղել։ Վայ Լեո ջան, վայ տղա ջան։ Լեա, խնդրում եմ, որ լսես ինձ։
Ես թքած ունեմ, դու ինչ ես ուզում ասես։ Հասկացար։ Հիմար բաներ մի խոսա։ Ինձ չի հետաքրքրում ինչ ես ասելու։ Դու ամեն ինչ իմացել ես ու ինձ չես ասել։ Դու մայր կոչվելու իրավունք չունես։ Լավ մարդ ինչքան դաժան, ինչքան տականք պիտի լինի, որ իր սեփական աղջկան այս վիճակին հասցնի։ Ոնց չեք զզվում ձեզնից։ Ոնց չես զզվել քեզնից։ Նայել ես աչքերիս մեջ ու լուռ մնացել։ Ես ուզում եի քեզ ասել։ Ուզենայիր կասեիր, մամ։ Դու գոնե հասկանում ես ինչ արեցիք իմ հետ։ Պապան Լեոյի հորն ա սպանել։ Այն մարդու հորը, ում ես կյանքիցս շատ եմ սիրում։ Նենց բան արել, որ էլ կյանքում չեմ կարողանալու աչքերի մեջ նայեմ։ Էլ կյանքում չեմ կարողանալու ընտանիքի հետ սեղան նստեմ։ Էլ կյանքում չեմ կարողանալու խոսեմ։ Լավ ինչի ինձ շուտ չէիք ասում։ Մենք էլ ենք նոր իմացել։ Սուտ է։ Դուք պայքարում էիք, որ ես Լեոյի հետ չշփվեմ, որովհետև իմացել եք ամեն ինչ։ Իսկանից հետո ոնց եմ ապրելու։ Մինչև ես դուք ոնց եք ապրել։ Լիա, դու շատ բան չես հասկանում, տաքացած ես։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Ուղղակի ամաչում եմ, որ դուք եք իմ ծնողները։ Ամաչում եմ, որ նույն ազգանունն ունենք։ Ամաչում եմ, որ ձեր նմանների անունները պիտի իմ հետ կապվեն։ Դուք ծնող կոչվելու իրավունք չունեք։ Ու գիտես, ես զարմանում եմ։ Ոնց է Աստված ձեզ թույլ տվել ընտանիք կազմել։ Երեխեք ունենալ ու հետո հերթով այդ երեխեքին դժբախտացնել։ Երդվում եմ, մամ։ Ձեզանից ավելի եսասեր մարդիկ կյանքումս չեմ հանդիպել։ Քանի անգամ խնդրեցի, մամ։ Քանի անգամ ասեցի, որ իմ հետ անկեղծ լինեք, որ ինձ չխաբեք։ Ախր ես առաջին անգամ էի սիրում։ Աղաչում էի ձեզ, որ ինձ չկոտրեք, չտրորեք։ Ինձ համար ծնողը վերջանում այն կետում, երբ իր կաշին փրկելու համար իր երեխուն պատրաստած տրորի ու անցնի։ Քեզ զանգում եմ, ասում եմ, մամ, Լեոն ինձ առաջարկություն է արել։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Ու ես իրոք աշխարհի ամենաերջանիկ մարդն էի, մամ։ Այնքան երջանիկ, որ ոչ մի բանի կարիք չունեի։ Դու իմանալով, որ պապան սենց բան արել, ասում ես, ոչինչ բան ես, պահավ այլի, ոչ մի բանի մասին մի մտածի, պահավ այլի, որովհետև հետո նենց ենք մեջքիցդ խփելու, որ ամբողջ կյանքում ուշքի չգաս, նենց ենք ոչնչացնելու ու քայքայելու, որ էլ ամբողջ կյանքում չկարանաս սիրես, չկարանաս ներես, որ դառնաս մեր պես անխիղճ, անհավատ, անզգացմունք մեկը, որ էլ ոչ ոքի խոսքին չհավատաս։ Լիա, ոնց ասեի։ Ինչի։ Կարող է պապան նեղանալ։ Հերիք ամամ։ Դուրս արի այդ հավատարիմ կնոջ կերպարից։ Դուք ձեզնից ծնվածին հավատարիմ չեք։ Դուք ոնց կարաք իրար հավատարիմ լինեք։
Դուք ձեր երեխեքին տրորում եք, դուք ո՞նց կարաք իրար համար լավը լինեք։ Չնայած կարաք։ Որովհետև նույնն եք։ Ամեն րոպե ընտանիքի արժեքից խոսողը մարդ է սպանել ու աղջկան չի ասում։ Ես այդ տղու հորն եմ սպանել։ Դրա համար եմ ուզում հեռու մնաս այդ ընտանիքից։ Եթե ասեր, որոշումդ կփոխեիր։ Եթե հիմա հետ եմ կանգնել, այն ժամանակ կկանգնեի ու կկանգնեի։ Դու գոնե գիտակցում ես ով է Գրիշի կինը։ Դուք ո՞նց եք այդ ամեն ինչը թույլ տվել։ Լավ Գրիշը իմանալով ո՞նց է այդ քայլին գնացել։ Մամա ո՞նց էիք եկեղեցում հանգիստ նայում այդ արարողությանը։ Հետո կանգնել շնորհավորում։ Երդում եմ ես այս երդս կկանգնի։ Լավ ինչի գոնե մի վարկյան ինձ չխղճացիք։ Նայմա վրա ես ասմա Լեոյի հորն եմ սպանել։ Նայմա աչկերիս մեջ։ Ու գիտես, զգացում է, որ թքած ունի զգացածիս վրա։ Թքած ունի ընտրությանս վրա։ Ասում է, որ իրան ապահով ագրի, որ հաղթանակած դուրս գա, որ այս պատմությունը իր ուզածով վերջանա։ Ու խոսքը հորս մասին է։ Այն հոր, որին ամբողջ կյանքում պաշտել եմ։ Այսքանից հետո ես ոնց հավատամ, որ դուք ունակ եք սիրելու։ Որ ձեր մեջ գոնե ինչ-որ մարդկային բան կա։ Ուզում եմ մեռնեմ, որ էլ ոչ մի բան չզգամ։ Եթե կկարողանաս, ուզում եմ ինձ ներես։ Պապան արժանի չի ներման։ Դու առավել ևս։